Ողջույն, դուք հավատում եք անեծքներին կամ ճակատագրական զուգադիպություններին։ Այսօր փետրվարի 2-ն է եւ պատմության մեջ այս օրը կապված է այնպիսի իրադարձությունների հետ, որոնք ստիպում են նույնիսկ ամենամեծ սկեպտիկներին հույսը չկտրել։ Հենց այս օրը պաշտոնապես որոշվեց Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրին վերանվանել Լենինական։ Սա պարզապես անվանափոխություն չէր, այլ մի ամբողջ դարաշրջանի սկիզբ, որը փոխեց քաղաքի դիմագիծը, ճարտարապետությունը եւ նույնիսկ մարդկանց կենցաղը։ Գյումրեցիները մինչ օրս իրենց բնորոշ հումորով են հիշում այդ շրջանը։ Սա թարմ ու շատ կարևոր քաղաքական փաստ է։ 2024 թվականի հենց այս օրը ուժի մեջ մտավ Հռոմի ստատուսը։ Սա նշանակում է, որ Հայաստանը դարձավ միջազգային այն մեծ ընտանիքի անդամը, որը կարող է քրեական պատասխանատվության կանչել պետական առաջնորդներին։ Սա մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում։ 1943 թվականի հենց այս օրը փետրվարի 2-ին ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը։ Սա պարզապես հաղթանակ չէր, սա այն շրջադարձային կետն էր, որտեղ Հիտլերի անպարտելիության առասպելը փշրվեց։ Գերի հանձնվեցին գերմանական 6-րդ բանակի մնացորդները ֆելդմարշալ Պաուլյուսի գլխավորությամբ։ Պատկերացրեք, առաջին անգամ պատմության մեջ գերմանացի ֆելդմարշալը գերի էր ընկնում։ 1959 թվականի հենց այս օրը տեղի ունեցավ 20-րդ դարի ամենասարսափելի ու անբացատրելի դեպքերից մեկը։ 9 փորձառու դահուկորդներ Ուրալի լեռներում գիշերը պատռել են իրենց վրանը ներսից եւ առանց կոշիկների կիսամերկ փախել են դեպի Սառնամանիքը։ Նրանց մարմինները գտել են սարսափելի վնասվածքներով, որոնք հնարավոր չէր հասցնել մարդկային ուժով, իսկ ոմանց լեզուն պարզապես բացակայում էր։ Ինչ տեսան նրանք փետրվարի 2-ի այդ գիշերը, այդպես էլ չբացահայտվեց։ Պատկերացրեք ամերիկյան Փենսիլվանիա նահանգի մի փոքրիկ քաղաք, Պանկսատոնին։ Ամեն տարի փետրվարի 2-ին հազարավոր մարդիկ հավաքվում են մի բլրի մոտ, սպասելով Ֆիլ անունով արչամկանը։ Տրամաբանությունը պարզ էր, եթե օրը արևոտ էր, Ֆիլը դուրս գալով բնից տեսնում է իր ստվերը, նա վախենում է ու հետ մտնում բունը։ Դա նշանակում էր, որ ձմեռը կտևի եւս 6 շաբաթ։ Եթե օրը անպամած էր եւ նա իր ստվերը չի տեսնում, ուրեմն գարունը շուտ կգա։ Գյումրի, Ստալինգրադ, Դյատլովի լեռնանցք եւ նույնիսկ մի փոքրիկ արչամուկ։ Այս ամենը միավորված է մեկ օրվա մեջ։ Իսկ դուք դեռ կարծում եք, որ փետրվարի 2-ը սովորական օր է։ Հետևեք մեր էջին պատմության ամենամութ ու հետաքրքիր էջերը բացահայտելու համար։